Արշակ Սրբազանը։ Նախ շատ զարմանալի է, թե քննչական կոմիտեն ինչի չգիտի, որ փաստաբանը ինքը կարող է փորձաքննություն նշանակել, իրական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նման կարգ, այսինքն ասել, թե իրական դատավարության օրենսգիրքից դուրս իրականացված գործողությունը իմ համար դա անհասկանալի է։ Իրական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս փաստաբանին, որպեսզի իրականացնի, որպեսզի նշանակի փորձաքննություն։ Բայց այստեղ հարցը այդ չի, իսկ ինչ կապ ունի իրական դատավարության օրենսգրքով նախատեսված եւ այն գործով վարույթը մեր կողմից նշանակված եւ հիմա հրապարակվելի փորձաքննությունների հետ որևէ առնչություն չունի։ Մենք որևէ դեպքում իրական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Մենք այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ եղանակով դա քրեական դատավարությունում որպես ապացույց ներկայացնենք։ Ինչի՞, որովհետեւ հարուցված կամ իրականացվող վարույթի շրջանակներում Արշակ Սրբազանը թեև ունի վկայի կարգավիճակ, դատավարական կարգավիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Իդեպ այս մասին եմ ուզում կարճ անդրադառնալ, թե ինչի վկայի եւ ոչ թե տուժողի, որովհետեւ առաջարկվել էր, որ Արշակ Սրբազանը ճանաչվի տուժող այն հոդվածով նախաձեռնված քրեական վարույթով, որով հիմա քննություն իրականացվում է, մասնավորապես անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության ռեժիմը խախտելով հոդվածով իրականացվող վարույթով։ Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքը առնչություն չունի այդ տեսագրության բովանդակությանը, այդտեղ պատկերված իրողությունները իր հետ որևէ առնչություն չունի, հետեւաբար ինքը չէր կարող տուժել իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Եթե ինքը չի, ուրեմն իր անձնական ու ընտանեկան գաղտնիքը որևէ մեկը չի խախտել։ Բայց փոխարենը հայտարարվեց նաեւ քննչականում, որ մեկ այլ բանից է տուժել Արշակ Սրբազանը, մասնավորապես այն բանից, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են առատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ, եւ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համար, մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի, եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձինք, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածումը։ Հիմա խոսեմ այն փորձաքննության մասին, որի մասին այդքան քննչական կոմիտեն խոսեց եւ որը, ինչպես հիշում եք, ներկայացվել էր մի քանի եպիսկոպոսների։ Այդ փորձաքննությամբ, դատատեսաձայնագրային փորձաքննությամբ միայն մեկ հարց է տրվել։ Արդյոք տեսագրության մեջ պատկերված տղամարդը Արշակ Սրբազանն է թե ոչ։ Այս մի հարցն է տրվել։ Օրինակ հարց չի տրվել. արդյոք այդ տեսագրությունը իրականության հետ առնչություն ունի թե ոչ։ Արդյոք այդ տեսագրությունը կեղծիք է թե ոչ, հա որևէ նման հարց չի տրվել։ Հիմա ես դրա մասին, երբ որ արեցի իմ առաջին հայտարարությունը, ինչ էի ասում, մենք հո չենք ասում, թե Արշակ Սրբազանը գանգրահեր մի բաց մաշկով մի երիտասարդ է, որը բոլորովին նմանություն չունի այդ տեսագրության մեջ եղած անձի հետ։ Մենք այլ բան ենք ասում տեսագրության բովանդակությունը կեղծված է։ Դուք արհեստական բանականությամբ բազմաթիվ այդպիսի տեսագրություններ տեսել եք սարքած, չէ՞։ Օրինակ ես հիշում եմ, որ Արշակ Սրբազանի ասուլիսից հետո, վերջին ասուլիսից հետո, այսպես էլի բարձրախոսները դրված էին, սրանք բարձրախոս են, թե հա, դրված էին եւ հենց այդ կադրերի վրա հավանաբար նույն մարդիկ կամ նույն խմբերը մեկ այլ տեսագրություն ստեղծեցին, թե իբր Արշակ Սրբազանն այստեղ դրած ինչ-որ օղի էր խմում եւ այլն։ Հիմա այդ տեսագրություն, իհարկե տեսագրությունը հետո անհետացավ, չհասկացա ոնց ջնջեցին, երևի հասկացան ինչ են արել։ Հիմա այդ տեսագրությունը, եթե օրինակ ներկայացնենք այն փորձագետին, որը որ քննչականի համար այդ փորձաքննությունը արել էր, դա էլի պիտի ասեր, չէ՞ որ տեսագրության մեջ այդ անձը եւ Արշակ Սրբազանը հավանաբար կամ հնարավոր է, որ նույն անձինք են։ Ընդ որում շատ կարեւոր մի բան, հա, տվյալ տամ, փորձագետը չի հաստատում հաստատապես, որ տեսագրության մեջ պատկերված անձը եւ Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում է հավանաբար նրանք նույն անձինք են, բայց քննչական կոմիտեն միշտ այդ հավանաբար բառը չգիտես ինչի մոռանում։ Հիմա այս շրջանակներում, որպեսզի պարզ լինի, թեև արդեն իմ հայտարարությունից հետո ոնց որ թե լրատվամիջոցների կողմից տարածվեց այդ փորձաքննությունը, փորձաքննության եզրակացությունը։ Ընդ որում ես դրան փորձաքննություն չեմ էլ անվանի, որովհետև իսկապես դա մեկ էջից բաղկացած մի փորձաքննություն է։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, թե այդ փորձաքննության այդ նկարային մասը մեկ էջից է բաղկացած, որի կեսը այս նկարն է։
Հիմա ինչ են արել, տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ որը իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը։ Վերցրել են ինտերնետից Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են, դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածվածքը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, եւ հետեւաբար կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, կարելի է չեզրակացնել։ Բայց հիշեցնեմ կրկին, որ գլխավոր հարցը, տեսագրությունը իրականությանը համապատասխանում է թե ոչ, այդպես էլ չի տրվել։ Ավելին, այս փորձաքննությունը նշանակելուց առաջ, ինչպես քրեական դատավարության կարգով օրենսգիրքը սահմանում է, մեզ անգամ չեն էլ ծանոթացրել որոշմանը, որովհետև Արշակ Սրբազանը լինելով շահագրգիռ անձ այս վարույթով, քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ պիտի որոշմանը ծանոթացնեն, որպեսզի հնարավորություն ստանանք մեր հարցերը տալու։ Եվ մեր առաջին հարցը հենց դա է լինելու։ Իսկ տեսագրությունը օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեց, տեսագրության մեջ պատկերված իրադարձությունները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցել են թե ոչ։ Այս հարցը պիտի տրվեր փորձագետին։ Բայց այստեղ դա էլ չի հարցը։ Ուզում եմ մի փոքր խոսել փորձագետի մասին առանց անունը տալու։ Այդ եզրակացությունից բացարձակ հասկանալի չէ, փորձագետը ինչ կրթություն ունի, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է փորձագետը աշխատում, քանի տարվա փորձառությամբ է աշխատում, ինչ մեթոդոլոգիաներով է աշխատել, բացարձակ ոչինչ պարզ չի։ Ինձ մոտ տպավորությունն է, որ մի ցանկացած մեկին ուղղակի տվել են, ասել են արի ստորագրի, դից ինքն էլ եկել ստորագրել է։ Բայց կրկնում եմ, այդ փորձաքննությունը, որով պնդում են, թե հաստատվել է, որ տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է, իրականությանը չի համապատասխանում առնվազն տեսագրության գոյության, օբյեկտիվ իրականության մեջ այդ տեսագրության մեջ եղած իրադարձությունների գոյության իմաստով։ Թե չէ, հիմա կեղծ տեսագրության մեջ ցանկացածս կարող են լինել եւ ցանկացած անձել նույնիսկ ոչ փորձագետ կարող են նայել, ասել դե հա նման են իրար, էլի դե ոնց որ թե նույն անձն է, բայց դրա մասին չի խոսքը։ Հիմա տեսեք, ես արդեն ուզում եմ անցնեմ մեր փորձաքննությունների։ Մեր փորձաքննությունները այս պահին բազմաթիվ, դրանք մոտ 5-ն են, որոնք որ ուղարկվել, նշանակվել են, նրանցից այս պահին մենք ստացել ենք 3 պետություններից։ Առաջինը, հետ եմ ասում, Չեռնոգորիայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Սերբիայից։ Բոլոր փորձագետներին տրվել է նույն հարցը։ Ես հիմա ուզում եմ հարցը հնչեցնել եւ դրա վերաբերյալ նրանց տված պատասխանը։ Փորձագիտական եզրակացությունները մենք կհրապարակենք իհարկե էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև դրա հայերեն թարգմանության քաղաքացիները։ Եվ այսպես Չեռնոգորիայի փորձաքննության եզրակացության համաձայն հարցս, արդյոք տեսագրությունում պատկերված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Այս այն առաջի հարցն է, որ պիտի տրվի, երբ որ դու տեսաձայնագրության վերաբերյալ փորձաքննություն ես անում։ Այդ ամենը իրականության մեջ գոյություն ունեցել է թե ոչ։ Պատասխան։ Տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված ացանցիալներ են եւ չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ։ Չմշակված գրանցում։ Չափված ծրագրային հետքերի օրինաչափությունը, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերաժամանակավորում, ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, մնացորդային վարքագիծ հստակ վկայում է ալգորիթմական արտադրության եւ կամ նյութի վերակառուցման մասին։ Հետևաբար ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն։ Այստեղ ունենք նաև տեխնիկական հիմքերը դրա հետ կապված, որը շատ տեխնիկական է, այդպես չեմ ուզում հիմա հնչեցնել, դուք արդեն երբ որ հրապարակենք նաև հայերենը կտեսնեք դրա մեջ։ Հաջորդ հարցը, որ 7 հարց եմ տվել, որում հաջորդ հարցը։ Արդյոք տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով։ Պատասխան։ Տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ Այսինքն ես որ ասում եմ արդյոք դա չի ստեղծվել արհեստական բանականությամբ, ասում եմ այդ ձեր ասածը հակասում է, որ չի ստեղծվել։ Կամ մասնագիտացված ծրագրերով։ Մի քանի անկախ ցուցիչներ, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերակառուցում, կադրերի վերաօգտագործման նշաններ, մնացորդային կայունացման օրինաչափություններ, ֆիքսված կադրի կոմպոզիցիա ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ եւ խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված սինթեզին եւ կամ արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության։ Էլի տեխնիկական հիմքերն են դրա վերաբերյալ։ Հաջորդը
Արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել, որտեղ եթե հիշում եք, տեսաձայնագրության մեջ որոշակի ինչ-որ ձայներ կային, աղմուկ կար։ Հիմա հարցը հետեւյալն է. արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել։ Պատասխան. ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը եւ դրսեւորվում է հետարտադրական ժամանակային մանիպուլյացիայի նշաններ։ Կոնտեյների մակարդակով ժամանակային շեղումը, որը տված է նկարով, ինչպես նաև տեսաձայնային ժամանակային ոչ ստացիոնար վարքագիծը հաստատում են, որ ձայնը վերաժամանակավորվել, այսինքն վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ։ Եվ թվարկում է, որ 0.080 վայրկյանի տարբերություններ կան, այսինքն կադրը, ձայնը իրար հետ չեն համապատասխանում։ Չորրորդ հարցը. արդյոք ձայնային միջավայրը, պայմանները կամ տեսաձայնագրման միջոցները չեն փոխվել։ Պատասխան. համակարգված ժամանակային շեղումները եւ ժամանակի ընթացքում փոփոխվող սինխրոնացման վարքագիծը վկայում են հետարտադրական մշակման մասին։ Օրինակ, արտահանում, վերախառնում, վերաժամանակավորում։ Սա հաստատում է, որ ձայնային հոսքը եւ ներկայացված իրական գրանցման շղթան ենթարկվել է փոփոխության։ Սրանք էլ կեղծիքի մասին է խոսքը։ Էլի հիմքերն են։ 5-րդ հարցը. արդյոք տեսաձայնագրությունը պարունակում է տեսա եւ կամ ձայնային խմբագրման հետքեր։ Սա մասնավորապես նկատի եմ ունեցել մոնտաժման հետքերը, եթե օրինակ լիներ իրական նկարահանված որոշակի կադրեր, արդյոք մոնտաժի միջոցով կարող էին իրար բերել կպցնել։ Այո, պարունակում են փաստորեն հետքեր, ներկայացված նյութը պարունակում է խմբագրման եւ ծրագրային հետարտադրական մշակման բազմաթիվ հետքեր, մոնտաժ, վերարտահանում։ Դրանք ներառում են ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, միատեսակ արտահանման բնութագրեր բոլոր հատվածներում, տեսաձայն ժամանակային համակարգված շեղումներ եւ ժամանակային վերասիմպլինգի նշաններ, գրեթե կրկնվող կադրերի գերակշռություն, կադրերն են նույնիսկ կրկնվող։ Էլի տեխնիկական հիմքերն են։ Արդյոք հնարավոր է նույնականացնել տեսագրությունում պատկերված անձանց։ Սա 6-րդ հարցն է, որ բոլոր փորձագետներին տվել են։ Պատասխան. ներկայացած նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 645-12 լուծաչափը եւ սեղմումը, ինչպես նաեւ տեսարանի բովանդակությունն ու կայուն մորֆոլոգիական ներողություն, բովանդակությունն ու կադրերի կրկնությունը չեն ապահովում անհատականացման համար բավարար եւ կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։ Այսինքն ավելի հասկանալի լինելու համար ասում է տեսագրության որակը հնարավոր է մի քիչ լավացնել, բայց այնուամենայնիվ անհատականացնող այն նշանները, որի միջոցով հնարավոր կդառնար անձին նույնականացնել, դրանք վերականգնել հնարավոր չի։ Եվ վերջին 7-րդ հարցը. արդյոք միջավայրի եւ տեսանելի օբյեկտների երկրաչափական չափերի վելությունը ցույց է տալիս, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված հատուկ ստուդիայում կամ դեկորացիա տարածքում։ Սրա նպատակն է, որ հնարավոր է դերասանների օրինակ օգնությամբ նկարահանումը տեղի ունեցած լիներ, այնտեղ ինչ որ այսպես պավիլյոն ստեղծեին, սերիալ նկարեին, կինոներ ինչպես են նկարում, փորձել են բոլոր հարցերի պատասխանները ստանալ, որ բոլոր անկյուններից ունենանք հնարավոր կեղծիք է, թե կեղծիք չի։ Հարցից պատասխանը. ներկայացված արտահանված ֆայլերի հիման վրա հնարավոր չէ կատարել հուսալի երկրաչափական գնահատում այն մասին, թե տեսարանը ստեղծվել է հատուկ նկարահանման համար կառուցված միջավայրում, ստուդիայում կամ դեկորացիա։ Սահմանափակ լուծաչափը սեղմում եւ մի շարք հատվածներում ակտիվ պատկերի փոքրացված տարածքը սահմանափակում են ճշգրիտ երկրաչափական չափումների հնարավորությունը, մասշտաբ, հողմային չափեր, խորքային հարաբերություններ։ Հետևաբար, ստուդիա դեկորացիա վարկածը չի կարող հաստատվել կամ բացառել զուտ երկրաչափական հիմքով։ Այս բոլոր հարցերին մյուս փորձագետներն էլ ըստ էության նման պատասխաններ են, բայց կան որոշակի տարբերություններ ըստ հավանաբար իրենց մասնագիտության խորացման։ Էլի տրված են տեխնիկական հիմքերը։ Հաջորդը, որ ուզում եմ ներկայացնեմ, Ռուսաստանի Դաշնության փորձաքննության եզրակացության էլի հարցերի պատասխանների հայերեն թարգմանությունն է եւ հետեւաբար նույն հարցերն են։ Արդյոք տեսագրությունում արձանագրված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Ես հիմա քանի որ հարցերը կրկնվում են, հարցերը չեմ կարդա, միանգամից արագ ներկայացնեմ դրանց պատասխանները։ Պատասխան. գոյություն ունեն ծանրակշիռ գիտատեխնիկական հիմքեր պնդելու, որ տեսագրությունում ներկայացված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները տեղի չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում, այն տեսքով, ինչպես ներկայացված են։ Տրված է հիմնավորումները։ Երկրորդ հարցի պատասխանը, մասնավորապես այստեղ այոյով ասում հարցը նորից կարդամ. արդյոք տեսագրությունը ստեղծվել է արհեստական բանականության կամ հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ։ Պատասխան. այո, տեսագրությունը պարունակում է նշանների համակցություն, որը վկայում է արհեստական բանականության տեխնոլոգիաների եւ հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ ստեղծման մասին։ Էլի հիմնավորումները կան։
Արդյոք ձայնագրությունը ներառյալ խոսքային հատվածը ենթարկվել է փոփոխության, պատասխան՝ այո, ձայնային հոսքը ենթարկվել է էական վերամշակման կամ ամբողջական սինթեզի։ Արդյոք ձայնային միջավայրը, պայմանները կամ տեխնիկական միջոցները փոխվել են, այո, ձայնային միջավայրը եւ տեխնիկական միջոցները չեն համապատասխանում հայտարարված բնօրինակ հեռախոսային նկարահանմանը։ Հիմա տեսեք շատ կարևոր հետաքրքիր հանգամանք էլ ասեմ, որը հետագայում պատասխաններում եւս գիրեվա։ Տեսա ձայնագրությունների ֆորմատը կամ մետատվյալներն այնպիսին էին, որ դրանք իբր կատարվել են հեռախոսով։ Այսինքն կեղծիքի մանիպուլյացիայի ծավալը այնքան մեծ էր, որ անգամ այդ ֆայլերի մեջ մետատվյալները խոսում էին այն մասին, որ իբր դա տեսանկարանում կատարվել է հեռախոսով, բայց խորքային վերլուծությունը ցույց տվեց, որ հեռախոսի եւ որևէ կենցաղային տեսախցիկ չէր կարող այդ չափերի եւ այդ լուծաչափի, իրենք այդպես են ասել, համապատասխան նկարանում իրականացվել։ Այսինքն կեղծիքը անգամ ստեղից է սկսվել, որը իդեպ կարելի է ուղղակի նկատել նաև ոչ փորձագետ լինելով։ Ընդ որում ասեմ, որ բոլոր փորձագետները իրենց երկրներում լիցենզավորված դատական փորձագետներ են, համապատասխան ոլորտի, որոնց նաև դիպլոմները, նրանց վկայականները, փաստաթղթերը ամբողջությամբ դրված են փորձաքննության եզրակացություններում, որոնք կլինեն հասանելի։ Մասնավոր ընկերություններում են աշխատում իրենք։ Տեսեք, մի Ռուսաստանին օրինակ կազմակերպություն է մի ամբողջ, որը տարբեր փորձաքննություններ է իրականացնում, Սերբիան ու Չեռնոգորիան իրենք անհատներ են, որոնք լիցենզավորված են պետության կողմից որպես փորձագետ դատական փորձաքննություն իրականացնելու համար։ Տարբեր պետություններում այդ բաները տարբեր են, հա, համակարգերը տարբեր են։ Այ օրինակ մեր քննչականը իր փորձաքննության շրջանակներում, ինչպես ասեցի, ինձ համար մի անհայտ անծանոթ մի փորձագետ է ներգրավել, մոտավորապես մեզ մոտ էլ կա դրա հնարավորությունը, բայց այնտեղ մենք մեր ընտրած փորձագետների դիպլոմներ կտեսնեք, մասնագիտացումներ կտեսնեք, ստաժներ կտեսնեք, նրա պետական լիցենզիաներ կտեսնեք, մի խոսքով այս ամբողջը հասանելի կլինի։ Պարունակում է արդյոք տեսագրությունը տեսա եւ կամ զայնային մոնտաժի հետքեր։ Այո, տեսագրությունը հանդիսանում է մոնտաժի, ռենդերինգի արդյունք։ Նույնականացման վերաբերյալ ոչ ներկայացված նյութերով անձի հուսալի նույնականացում հնարավոր չէ, ելի հիմնավորումներով։ Երկրաչափական չափերի իմաստով փոփոխությունը ցույց տալիս է արդյոք երկրաչափական վերլուծությունը, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված միջավայրում։ Ուրեմն ըստ պատասխանի այո, վերլուծությունը վկայում է նյութի ստեղծման մասին նախապես կառուցված վիրտուալ միջավայրում։ Այսինքն այստեղ խոսքը գնում է հենց արհեստական բանականությամբ ստեղծված միջավայրի մասին, որ քանի որ այդ ամբողջ տեսագրությունը իրականության մեջ ֆիզիկապես գոյություն չի ունեցել, հետեւաբար այս փորձաքննության համաձայն խոսվում է, որ դա վիրտուալ տարածություն է։ Գիտեք, չէ՞ որ նա վիրտուալ տարածություն է։ Կադրերով, արհեստական բանականությամբ կամ այլ ծրագրերով ստեղծված, դիզայնով ստեղծված տարածքների մասին է խոսքը։ Եվ եզրակացություն վերջնական, ես Ռուսաստանի Դաշնության մասով համակողմանի վերլուծության հիման վրա մասնագետը հանգում է հետևյալ կատեգորիկ եզրակացությանը։ Ուսումնասիրված 5 ֆայլերը չեն հանդիսանում բնօրինակ տեսաձայնագրություն, ստեղծված գրանցող սարքով օբյեկտիվ իրականության պայմաններում։ Գրանցող սարք ասելով ռուսերենը մի քիչ ավելի վանադառել է իրանց գրածով, նկատի ունի, որ անմիջապես տեսաձայնագրող սարքով, դրանք չեն ստեղծվել տեսաձայնագրող սարքով։ Կամերայով չեն, այսպես կամերաներով չեն նկարվել, էլի, կամ որևէ այլ կամերայով չի նկարվել։ Այս փաստերի համակցությունը թույլ է տալիս պնդել, որ բոլոր տեսագրությունները ստեղծվել են արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ եւ ենթարկվել հետագա մշակման, ասորորակ փաստագրական նկարահանման տեսք տալու նպատակով։ Սա էլ շատ կարևոր հանգամանքներից մեկն է, որ ուզում եմ առանձնացնել։ Այսինքն սկզբից, երբ որ ստեղծվել է, եղել է ավելի բարձր որակի, եւ հետո որպեսզի տպավորություն թողնվի, թե տեսագրությունները իրականում վատ կամերայով կամ վատ որակի արված տեսագրություններ են, արհեստականորեն հնեցվել է կադրը։ Տեխնիկական մի քիչ երևի օգտագործեցի, իսկ ուղղակի հնեցում են արել կադրը, էլ տենց են ասում։ Որակը գցել։ Որակազերկել են։ Սերբիայի փորձաքննության եզրակացությունը, էլի նույն հարցերն են, պատասխան առաջին հարցի։ Ներկայացված ֆայլերի եւ հասանելի մետատվյալների քննության հիման վրա հնարավոր է հիմնավորված պնդումանը, որ տեսագրություններում ցուցադրված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Մետատվյալները ցույց են տալիս, որ ֆայլերը ներկայացված տեսքով կոդավորված ստեղծված են Apple iOS միջավայրում։ Սա հենց այն մասին է, ինչի մասին խոսում է։ Տվյալները ցույց են տալիս, թե իբր դա Apple-ով է նկարած, հա, Apple հեռախոսներով է նկարած։
Քանի որ տեսագրությունները իրական չեն, այսինքն չեն նկարահանվել տեսախցիկով, առկա է հիմնավոր պնդում, որ դրանք փոփոխվել կամ արհեստականորեն ստեղծվել են համակարգչային ծրագրային ապահովմամբ, ներառյալ հնարավոր է նաև արհեստական բանականության կիրառմամբ աշխատող ծրագրերով։ Հաջորդ հարցին պատասխան. առկա են բավարար տվյալներ պնդելու համար, որ տեսագրությունները ստեղծվել են արհեստական բանականության կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված մասնագիտացված ծրագրի կիրառմամբ, չնայած Core Media Audio-Video մետատվյալները ցույց են տալիս Apple iOS-ի միջավայրում կոդավորում, արտահանում, դա ինքնին չի ապացուցում բովանդակության ստեղծման իրական մեթոդը, այսինքն տեսախցիկային նկարահանում, մշակում, վերակառուցում կամ գեներացում։ Հետևաբար, առկա է բավարար հիմք եզրակացնելու, որ նյութը ստեղծվել կամ փոփոխվել են մասնագիտացված ծրագրով, ներառյալ արհեստական բանականության վրա հիմնված գործիքներով։ Հաջորդ հարցին. Մետատվյալները ցույց են տալիս, որ քննության ենթարկված MP4 ֆայլերը կոդավորված ստեղծված են Apple iOS միջավայրում, ինչը կարող է համապատասխանել ֆայլերի արտահանման կամ վերակոդավորման պահին։ Տեսաձայնային սինխրոնիզացիայի նախնական վերլուծության ընթացքում ձայնային էներգիայի եւ կադրային շարժման 25 կադրվարկյան հարաբերակցությամբ հայտնաբերվել են մոտավորապես -0.20 վայրկյան, այսինքն 200 միլիվայրկյան, այսինքն շուրջ 5 կադր շեղումներ, որտեղ ձայնային ազդանշանը նախորդում է պատկերին։ Սա թույլ է տալիս հիմնավորված պնդում անել, որ ձայնային բովանդակությունը փոփոխվել է, թեպետ հնարավոր պատճառները կարող են ներառել նաև արտահանում, վերակոդավորում, ծրագրային մշակում կամ դեկոդերի ուշացում, տվյալների համակցված վերլուծությունը բավարար հիմք է տալիս պնդելու, որ ձայնագրությունները նախկինում ենթարկվել են մշակման, վերաձայնագրման կամ փոփոխության։ Հաջորդ հարցը, արդյոք ձայնային միջավայրի պայմանները կամ տեսաձայնագրության միջոցները չեն փոփոխվել։ Հաշվի առնելով, որ այս հարցը կախված է նախորդ երրորդ հարցի պատասխանից, որն արդեն հնչեցրեցի, եւ կարող է այլ լինել նախորդ եզրակացության տարբեր լինելու դեպքում, ներկայիս հարցի պատասխանը ամբողջությամբ համընկնում է նախորդ հարցի պատասխանին։ Արդյոք տեսագրությունները պարունակում են տեսա եւ կամ ձայնային մոնտաժի հետքեր։ Ամբողջ ֆայլը հանդիսանում է վերակոդավորման արդյունք ըստ պատասխանի։ Սա հաստատվում է MP4 կոնտեյների կառուցվածքով, այնտեղ իր FFmpeg-ի, որը չի համապատասխանում տեսախցիկով ստեղծված բնօրինակ ֆայլերի կառուցվածքին։ Քողարկված շերտի, այսինքն կադրի արհեստական աղոտացում եւ աղմուկ, այսինքն քողարկված շերտի կիրառումը ևս դասակարգվում է որպես դիտավորյալ խմբագրում բովանդակության ստեղծման հետքերը թաքցնելու նպատակով։ Հաջորդ հարցը. տեսագրություններում երևում են անձինք, սակայն տեսանյութերը ցածր որակի եւ սահմանափակ լուսաչափի են, ինչը բավարար չէ հուսալի դեմքային նույնականացման համար։ Ճշգրիտ նույնականացումը կախված է դեմքի հիմնական մորֆոլոգիական հատկանիշների տեսանելիությունից, իսկ նման սեղմված եւ ցածր լուսաչափ ունեցող նյութում հնարավոր չէ հայտնաբերել եզակի մանրահատկություններ կամ նուրբ անատոմիական առանձնահատկություններ։ Եզրակացվում է, որ տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ։ Արդյոք տեսագրությունները վկայում են նախապես կառուցված ստուդիայի կամ դեկորացիայի միջավայրում նկարահանման մասին։ Պատասխան. տեսագրությունների տեխնիկական բնութագրերը, ելի այդ չափերն են տված, օբյեկտիվորեն նվազեցնում են ճշգրիտ երկրաչափական վերլուծություն իրականացնելու հնարավորությունը, մասշտաբ, հեռանկարային հարաբերություն, հողմային չափեր, խորքային հարաբերություններ, հատկապես այն դեպքում, երբ կադրերում բացակայում են հայտնի չափերով հուսալի հողմային օբյեկտներ։ Բացի այդ, մետատվյալները ցույց են տալիս արտահանում վերակոդավորում, ինչը կարող է ազդել տեսողական եւ տարածական ցուցիչների վրա, այսինքն սրություն, աղավաղումներ, արհեստական հետքեր։ Սրանք են հիմնական պատասխանները, որոնք ստացվել են նշված 3 միջազգային փորձաքննությունների արդյունքներում։ Այս մասով ես ուզում եմ մի անդրադարձ անեմ նաև նախկին հոգևորական Արման Սարոյանին, որը վերջի շրջանում կարծես կամ վերջի չենց ամենասկզբից, կարծես թե այսպես շահագրգիռ անձն է, քննչական կոմիտեից հետո երևի ամենաշահագրգիռ անձը ինքն էր։ Առաջին հերթին ինձ համար նախ քննչական կոմիտեի մասով անհասկանալի է թե կամ գուցե հասկանալի է, ինչի են շահագրգռված իրենք մի ուղղությամբ այդ վարույթը իրականացնելու, հա։ Մենք ասում ենք, բերում ենք տվյալներ փորձաքննության եզրակացություն, որ այսպիսին է տեսագրությունը, կեղծված է տեսագրությունը, փոխարեն այդ ուղղությամբ իրականացնեն քննություն, պարզեն թե ով է իրականացրել այդ կեղծիքը, իրանք կարծես անձնական շահագրգռվածություն ունենալով ամեն անգամ առիթն օգտագործում են այն կեղծ թեզը պնդելու, թե դա արդեն հաստատված է, որ դա արժեքից բազան է։
Հենց այս պահից հաստատվեց, որ տեսագրությունները գոյություն չունեն, հետևաբար տեսագրություններում պատկերված անձը նախ ինքը գոյություն չունի իրականության մեջ, եւ այդ անձն էլ բնականաբար որևէ առնչություն չունի Արշակ Սրբազանի հետ։ Նախին Գևորգ Սրբազանի մասով։ Կարծես թե ամենաշահագրգիռ անձանցից մեկը ինքը լինի, որ առիթը բաց չի թողնում ամենատարբեր հարցազրույցներում անդադար պնդումներ անելու, թե դա հաստատված փաստ է, թե դա եղած փաստ է, կարծես չգիտեմ, կամ նկարանում նա ինքը իրականացրել, կամ դրա մոնտաժը։ Երկուսից մեկը գոնե պետք է իրականացրած լիներ, որ նման պնդում աներ։ Ակնհայտ է, որ ունի որոշակի շահագրգռվածություն, բայց ես իրեն մի այսպիսի, քանի որ ինքը վերջերս մի հարցազրույցում ինձ էր նաև անդրադարձել, մի այսպիսի հղում ունեմ կամ կոչ ունեմ իրեն։ Բոլորդ գիտեք, իր հետ կապված մի ձայնագրություն կար, հեռախոսային խոսակցություն։ Այ ես հորդորում եմ իրեն, քանի որ ինքը պնդում է, թե այդ ձայնագրությունը հեռախոսային կեղծ է, ես հորդորում եմ իրեն ինքն էլ միջազգային փորձաքննություն նշանակի եւ այդ միջազգային փորձաքննությունով իր ասածը փորձի հաստատել։ Տեսնենք, ընդ որում պարտադիր չի միջազգային փորձաքննություն, այդ փորձաքննությունը նաև Հայաստանի Հանրապետությունում էլ կարող է իրականացնել եւ ես վստահեցնում եմ որպես փաստաբան, որ ամենատարբեր գործերով նման փորձաքննությունների մասնակից եմ եղել, բավարար են տվյալները, որպեսզի փորձագետը հաստատի կամ հերքի այդ ձայնը, որ հնչում է իրեն վերաբերել, իր ձայնն է թե ոչ։ Հետևաբար կալանքում գտնվող անձի հետևից բամբասելու փոխարեն եւ այդ առիթը օգտագործելով որ անձը գտնվում է կալանքում, ճիշտ կլինի ինքն էլ մի ուժ գտնի իր մեջ եւ իր կողմից այդ ձայնագրությունը ուղարկի փորձաքննության, որպեսզի տեսնենք այդ ձայնագրության հետ ինքը առնչություն ունի թե չունի։ Ես ուզում եմ կարճ նաեւ անդրադառնամ հայտնի այդ բարենորոգման թե բարեկարգման հանձնաժողովին։ Ինչպես հիշում եք, որի անդամ է նաեւ նախկին հոգեվորական Արմանը Սարոյան։ Ինչպես հիշում եք, այդ հանձնաժողովի ստեղծման հիմքերից մեկը այն էր, որ եկեղեցում մասնավորապես Արշակ Սրբազանի շուրջ տեղի է ունեցել մի բարոյականության հետ առնչություն չունեցող իրադարձություն, որի վերաբերյալ վեհապարը համապատասխան արձագանք չի տալիս եւ դրա նպատակով իրենք այսպես միացան այդ կոչին եւ ստեղծեցին այդ հանձնաժողովը, որպեսզի բարեկարգեն եւ այլն եւ այլն։ Հիմա հաստատվեց, որ այդ տեսագրությունները կեղծված են եւ գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականության մեջ, ինչպես առաջին րոպեից պնդում էր Արշակ Սրբազանը։ Հետևաբար իմ մոտ այսպես հարց է առաջանում. այդ հանձնաժողովի գոյության իմաստը այլևս ո՞րն է, եթե այն ինչի շուրջ հավաքվել էին, դա հաստատվեց միջազգային փորձագետներով, հաստատվեց, որ դրանք իրականության հետ առնչություն չունեն։ Այս առումով երևի թե իրենք մտածեն պիտի մի քիչ, արդյոք այդ արհեստական հանձնաժողովների իմաստը կա թե չկա։ Դե Սարոյանը ինչ ուզի կասի, Սարոյանը ազատ քաղաքացի է, հոգևորական էլ չի, որ այլևս ասեմ ամոթ, որ լինելով հոգևորական ստում է, ազատ քաղաքացի է, որոշակի կողմնորոշումներ ունեցող քաղաքական, ինչ ուզի կասի, ունեն թող ցույց տան։ Բա ուր է, բայց այսքան ժամանակ ինչի չկա։ Նույնիսկ Հայաստանում չեն իրականացրել փորձաքննություն այս հարցերով։ Բա ուր է այդ փորձաքննությունը։ Ոչ մեկ չգիտի։ Հա, ես ուղղակի մի հատ իմ մոտ նշումներ ունեմ, տեսնեմ հաջորդիվ ինչ եմ ուզում ասեմ։ Հա, այս մասով ժողովուրդ, որ խոսեցինք այդ բարեկարգման, թե բարենորոգման հանձնաժողովի, նաև այդ նախկին հոգևորականի մասով, ինչպես հիշում եք, անդադար պնդումներ կա, որ մենք այդ եզրակացությունը տարանք ցույց տվեցինք վեհապարին, եւ նա ոչինչ չարեց, եւ նա ծանոթ է այդ տեսագրություններին։ Ես եթե անկեղծ չգիտեմ, հիմա կարող եմ այդ մասին ասել թե չէ, բայց կարճ շատ մանրամասներով կասեմ, որ վեհապարը ծանոթ չի այդ փորձաքննությանը, որը որ քննչականներ իրականացրել, հետեւյալ պատճառաբանությունով, իր կողմից տված պատճառաբանությունով։ Իդեպ դա ինձ է ասել, ես կարծում եմ կարող եմ դրա մասին բարձրաձայնել, որովհետեւ ի սկզբանե ներկայացնողին, այդ նույն նախկին Գևորգ Սրբազանին, Արման Սարոյանին, ասվել է, որ այդ եզրակացությունը քո ձեռքում չէր կարող լինել։ Եթե այդ փորձաքննության եզրակացությունը քո ձեռքում է անօրինական ճանապարհով, հետեւաբար ես հրաժարվում եմ մասնակից լինել դրա եւ ծանոթանալ այդ փորձաքննությանը։ Այսինքն անօրինական եղանակով բերված փորձաքննությանը չի ծանոթացել։ Եվ հաջորդ հայտարարությունը, որ ուզում եմ անեմ, իմ նշած փորձաքննությունները ին կողմից առանձին գրությամբ ուղարկվելու է նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, մասնավորապես հոգևոր խորհրդին, ինչու, որպեսզի նրանք ունենան իրականությունը, ունենան իրական փորձաքննությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննչական կոմիտեն փաստորեն
մի քանի հոգևորականների եպիսկոպոսների միջոցով այդ իրենց կողմից կատարված եզրակացությունը փորձել էր մայրաթոր ուղարկել։ Ուղղակի ուզում եմ իմանալ, որ նաև դա ուղարկելու եմ ես վեհապարին եւ մայրաթորին ընդհանրապես բոլորի ծանոթացման համար։ Հիմա հարցեր։ Իսկ քննչական կոմիտե չեք ուղարկել, որտեղ կոմիտեն ասել էր, որ ոնց որ բավարար սխալ եմ ասում, բայց այս փորձակնությունները ձեր պատշաճ չեն, որ գցեն։ Ես առաջի հարցին երևի դուք ուշ եկաք, դրա մասին խոսեցի։ Ես պատշաճության քրեական դատավարության շրջանակներում պատշաճության խնդիր չունեմ լուծելու։ Ես երբ որ այս փորձակնությունները նշանակել եմ եւ ստացել եմ, դրա նպատակը որևէ եղանակով որպես ապացույց այն քրեական գործին կամ վարույթին չի վերաբերվում։ Ես բացարձակ ցանկություն չունեմ իրենց ներկայացնելու մի բան, որն իրենք պիտի արած լինեին, բայց մինչև հիմա չեն արել։ Ես ինձ սկզբից ասեցի, այս գործով մենք փաստացի Վարշակ Սրբազանը փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Եվ հետեւաբար մենք որևէ մեկին արդարացնելու միտում չպիտի ունենանք այս փորձակնություններով։ Պարոն Բաբան, լավ, գործը հարուցվել է, որպեսզի պարզվի ով կամ ովքեր են այդ տեսանյութը տարածել, խախտել մարդու ընտանեկան։ Այո, ովքեր են խախտել ընտանեկան ներողություն, անձնական եւ ընտանեկան գաղտնիքի այդ արգելքը, ովքեր են խախտել այս միջոցով։ Մենք պնդում ենք, որ անձնական եւ ընտանեկան գաղտնիքի խախտում տեղի չի ունեցել, որովհետեւ այդ իրադարձությունները չեն եղել։ Դրանք չկան իրականության մեջ, դրանք կեղծ են։ Քննչականը չպետք է քննի բազելու, թե ամեն դեպքում ովքեր են փորձել մարդու բարի համբավը ազատավորել, տարածելով նման տեսանյութ։ Քննչականը դա պիտի շատ վաղուց սկսեր, որի վերաբերյալ Արշակ Սրբազանն իր ցուցմունքում նաև ասել է, որ թեև այդ հոդվածի իմաստով ես տուժող չեմ, որովհետև անձնական կյանքի կամ ընտանեկան գաղտնիքի բան չի եղել, բացահայտում չի եղել, բայց իմ նկատմամբ իրականացվել է ատելության տարածում, սերմանում, եկեղեցու նկատմամբ այս կեղծիքի միջոցով, հետևաբար այո, հորդորել է, որպեսզի այդ ուղղությամբ քննություն իրականացվի։ Կա նման քննություն։ Ես տեղեկություն չունեմ, եթե լիներ, կարծում եմ իրենք կհայտարարեին։ Անբավարան հստակեցման նպատակով քննչական կոմիտեի փորձագետն է եղել